Բարի օր։ Միքսեք ես աղջիկների բարբառն առավ ընկավ ուլիցները, բայց պիտի խոսամ։ Հիշեք կը չէ, մարդիկ կային քսեին ընտրություններից հետո կյանք կա։ Ադիք մի քիչ վիճելի հարց է, բայց սածս ուրիշ բան է։ Եկել եմ սում, որ ապրիլի 7-ից հետո էլ կյանք կա։ Հա, այսօր պիտի խոսանք կնիկ մարդկանց իրավունքների պաշտպանությունից։ Ինչի կնիկ մարդկանց, որտեվ պարզվիկը սա Հայաստան մենակ մենք կանանց մարդու տեղ կտնենք։ Չէ, ադիք դասական մեծ խոսալ չէ։ Բոլոր տեղերում ասում են տղամարդ եւ կին, մեր մոտ ասում են կնիկ մարդ, տղամարդ, նույնիսկ այդտեղ հավասարություն կա։ Իհարկե ամեն ինչ կռնարեղներ կան լավ ու պայծառ, եթե օրը մեջ սեքսիստական արտահայտություններ չլսեինք։ Այդպես մի նայեք թեմքից ոճը ալի կփոխեք։ Ալամաշխարը դի կետերային բառ է ու ոդից գլուխ դրսևորվիկը ըսպես։ Այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Պես որ սիրելի կնիկ մարդիկ թող բարձրյալ Աստված լինի դատավորը։ Մինչ Գյումրիում կնիկ մարդկանց յուբկեքից նեղվին կա, ազգային ժողովում էլ կին լրագրողներից դիստանցիա կպային ու կոնտեքստից դուրս հորդորներ կենեն։ Չէ այս դեպքում կին, որտև լեննագանցի չէ, բայց լավ, հանակը մեկող։ Ինչ կնշանակե։ Մաքրեք ձեր շրթունքները։ Հետո հաջողվավ գործընկերոջս խեղճացնել։ Չէ, գիտեք ինչի՞ չէ, որտև հասարակության մեջ տարածված թույլ սեռեղնելու կարծրատիպը վաղուց չար տարածված է։ Այ մեր պարածանրորդ գրետան վկա, ձեզի ապացույց։ Մարդս չի թողնա, ծեծեկը, հոտ շուպտի բաժնվի։ Այսպես արտահայտությունները կշարունակեն մնալ քաղաքի բնավորության մեջ այնքան ժամանակ, մինչև որ սիրելի կնիկ մարդիկ, դուք ձեզի ըսպես կվերաբերվիք։ Դեք հարցերով չեմ զբաղվում։ Չգիտեմ, չեմ կարող ասել կնվեք։ Դիք, կոչվի կա անտարբերություն։ Մի եղեք այդպես։ Մեամսյա կպրծավ սիրելի տղամարդիկ, բայց ինչ խոր սկզբում ցեցի, ձեր սիրելի կնիկ մարդկանց մասին ամեն օր մտածեք, որովհետև ինչ խոր հեղնար աղբյուրի միջի մգրտի չքսը, ամեն կնիկ իրան մարդուն աղբյուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմային օր չիրեն։ Այս հայլինը մեկ-մեկ սրբեք, օրենցի պես սիրուն աղջիկներ ավելի լավ երևան։ Թե էլ ինչ ջուր ծեծեմ, սիրելի տատիկներ, մամաներ, քուրիկներ, շնորհավոր ձեր ապրիլի 7-ը։ Մենք կուզենք, որ դուք բռնությունից ու քարկոծվելուց հեռու եղնիք։ Բռնության պատկերը մեր մարզում հեչ հուսադրող չէ։ Դուր դեմ մենք պետք է աշխատենք բոլորս։ Կին թե տղամարդ տարբերություն չկա։ Դե իսկ այս եղանակին Գյումրու սիրուն փողոցներով ձեզ համար դեսուտեն ընկան Աստղիկ Խաչատրյանն ու Խան Հովհաննիսյանը, այսօր հեկուց ու միշտ։ Միշտը խապիտ կան զալաչունիք։ Ապրել առանց կարծրատիպերի եւ բռնության հավասար իրավունքներով։ Համապատասխան գուրություններն այս ուղերձն ունեն ԱԿԱՏ հասարակական կազմակերպություններ իրականացրել միջոցառումը ֆլեշմոբի ֆորմատով, որը հնարավորություն է տալիս սևեռել կանանց ուշադրությունը դարի կարծրատիպային խնդիրների շուրջ։ Բոլոր մարզերում կանայք եւ աղջիկները ենթարկվում են բռնության, իսկ հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկները առավել խոցելի են եւ մենք պետք է բոլոր ծառայությունները նաեւ դարձնենք մատչելի, որպեսզի այն ծառայությունները, որոնք որ տրամադրվում են աջակցման կենտրոնների կողմից կանանց եւ աղջիկներին, իրենք լինեն նաեւ հասանելի եւ մատչելի հաշմանդամության բոլոր խմբերի անձանց։ Կանանց մարտի 8-ի միամսյակի շրջանում ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե նվեժներին, ծաղիկներին, այլ ուշադրություն դարձնեն կանանց իրավունքներին, ցավոք սրտի մարտի 8-ին եւ միամսյակի ընթացքում չկարողացան կազմակերպել եւ որոշեցին գոնե ապրիլի 7-ին, այսինքն միամսյակը փակելուց կարողանանք փոքրիկ ակցիա իրականացնել, նպատակը արդեն իսկ ասեցի, որ կանանց իրավունքների վրա ուշադրություն գրավելն էր։ Գյումրու Վարդանանց հրապարակում լուսանկարվելու համար նախատեսված ստենդը պատկերում է կարծրատիպային բառերի եւ բռնության փակ պատիկ հանդումը կանանց եւ հիմնականում հաշմանդամություն ունեցող կանանց կողմից։ Մենք աշխատում ենք օրենսդրական մակարդակում, որպեսզի ունենանք այն լավ բարեփոխումները օրենսդրական, տարբեր ենթաօրենսդրական եւ օրենսդրական ակտերում, որոնք որ պետք է պաշտպանեն բոլոր կանանց անխտիր եւ կանանց իրավունքները, այո, պետք է լինեն պաշտպանված մեր երկրում, մեր համայնքում։ Այսօր մենք անդրադարձել ենք բռնության 4 տեսակներին՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական եւ հոգեբանական բռնության տեսակներին եւ ամենաշատը կուզենայի խոսել նաեւ հոգեբանական բռնության
արտադրության մասին, որովհետև դա բավական տարածված է մեզանում, հենց օրինակ կարծրատիպային բառերի միջոցով եւ ամենաշատը հենց հոգեբանական բռնության ենթարկվում են հաշմանդամություն ունեցող կանայք։ Ագատ հասարակական կազմակերպությունն օրվա ընթացքում կոչերով շրջել է քաղաքով եւ բաժանել տեղեկատվական թռուցիկներ, որտեղ ներկայացված են ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունները, բռնության կանխարգելման եւ պաշտպանության մեխանիզմները, մասնակիցներ կային Հայաստանի տարբեր կողմերից։ Ես հաշմանդամություն ունեցող կին եմ, ով կոտրել է մի հատ շատ մեծ կարծրատիպ մեր հասարակությունում, որ հաշմանդամություն ունեցող աղջիկները չեն կարող կազմել ընտանիք, ամուսնանալ, չեմ խոսում նաև երեխա ունենալու մասին, քանի որ շատերը մտածում են, որ երեխաները նույնպես կարող են ծնվել խնդիրներով կամ մենք ինքներս չենք կարող իրականացնել խնամք մեր երեխաների համար, սակայն ես այսօր այստեղ եմ, որպեսզի մի շարք մարդկանց ապացուցեմ, որ այդ ամենը հնարավոր է։ Միանշանակ շատ ուրախ եմ, որ լինում է նախաձեռնություններ նման, ցանկալի է, որ յուրաքանչյուր մարզում լինեն, տեղեկանան եւ կոտրեն բռնության շղթան։ Միջոցառումն իրականացվում է ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, Հայկ Կապրելյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը։ Վարչապետը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները եւ կառավարության քայլերը միտված են տնտեսական կայուն աճի ապահովմանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները։ Այս առումով կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից եւ անդրադարձ կատարել հետագա քայլերին։ Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման եւ այլ հարցերի շուրջ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովին։ Նախև առաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել Էմիրաթական կողմին ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման եւ նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է, ասել է նախագահ Խաչատուրյանը։ Այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական հանձնարարություն, երկխոսություն, փոխշահավետություններ, բանակցություններ։ Կցանկանայի մեզ բերել Արաբական Միացյալ Էմիրության հիմնադիր նախագահ լուսահոգի Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի խոսքերը, որ միասնությունը ճանապարհ է դեպի ուժ, պատիվ եւ ընդհանուր բարիք, աշխարհակաղակական փոփոխությունների եւ նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում Հայաստանը, որպես երկխոսության համարված, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ, քաղաքական եւ արդյունավետ տնտեսական համակարգ։ Մեր կարևորագույն կապիտալը կրթված, աշխատասեր, օրինապահ հասարակությունն է։ Կառավարությունն իր ներդրումները կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում, տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՕԱՖ, Թումո ստեղծարար տեխնոլոգիական ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տաղանդների զարգացման ու մրցունակ սերնդի կրթության վրա։ Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում ակա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և նորարարության հանդեպ։ Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբարձ և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը, բարելով բաց դռների քաղաքականություն։ Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար և մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայություն և անկախատական համակարգ, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։
Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը եւ համապարփակ բարեփոխումների օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկվում։ Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողներին ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը եւ թափանցիկ հարկային համակարգը։ Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներով, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անսիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար եւ ներդրումային ազատական միջավայր։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների հետ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Հայաստանն առաջարկում է մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզվեցված մաքսային ընթացակարգեր եւ մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ։ Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ։ Պատրաստ են գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիական փոխանակման։ Արումենիանի Պոնհայ-ճապոնական գիտամշակութային միություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ազգային ժողովի պատգամավորներ, արտգործնախարարության ներկայացուցիչներ, Արումենիանի Պոն միության անդամներ, այլ հյուրեր։ Միջոցառման ավարտին ի նշան խաղաղության ներկաները ծաղկած բալենիները զարդարել են թղթե կռունկներով։ Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ է այստեղ ազգային ժողովի բակում այս գեղեցիկ օրը նշել Հանամիի միջոցառումը եւ վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը։ Որքանով տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը, եւ ես շատ ուրախ եմ տեսնելով, որ սակուրաները մեծանում եւ ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները։ Այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված սակուրաները տնկվել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի այգում, որպես մեր երկրների միջև բարեկամության խորհրդանիշ։ Սակուրան համարվում է գարնան խորհրդանիշ, եւ ես հույս ունեմ, որ այն գեղեցկությունը եւ ոգեշնչումը, որը բերելու է հայ եւ ճապոնացի ժողովուրդներին, մշտապես հիշեցնելու է մեր միջև բարեկամության մասին։ Հայ-ճապոնական բարեկամությունը նաեւ մեծ սիմվոլիկ նշանակություն ունի, իհարկե շատ հեռու ենք իրարից, բայց եւ այնպես որպես երկու հնագույն ժողովուրդներ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը ավելի սերտ լինի, այնքան ավելի կարևոր ենք ստանով նաև ազգային ավանդները պահպանելու, ազգային ավանդները հրախուսելու կարևորությունը։ Իհարկե սա շատ խորհրդանշական միջոցառում է եւ ուրախալի է, որ միշտ միջոցառմանը մասնակցում են եւ Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները, ազգային ժողովի պատգամավորներ, հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամներ եւ դա իսկապես խորհրդանշում է գարնան սկիզբ, նոր կյանքի սկիզբ եւ շատ լուսավոր, շատ գեղեցիկ միջոցառում է։ Շատ խորհրդանշական է եւ կրունկների մեջ այդ խորհրդանիշը դնելով ինձ թվում է դա ճիշտ է, որովհետեւ կատարվում է երազանքը։ Ես կարել եմ եւ կատարվել է։ Այդ պատճառով ես միշտ հավատում եմ, որ երազանքը կկատարվի։ Կանաչերը արդեն։ Արագածոտի նախալեռնային գոտում հիմնականում մարտի կեսից են դաշտի գործը սկսում, արդեն 34 տարին բարեբեր լինի չլինի, Թաթուլը Թալինի Համանուն գյուղից իր հողերն անմշակ չի թողնում։ Մոտավորապես մի 10 հեկտար ուզում ենք գարից հանենք, մի 5 հեկտարն էլ թողենք
ցելադաշտ, այսինքն հանգստանա, որբեսի աշնանը ցանենք ցորեն։ Այս տարվա բերքից ակնկալիքները շատ են, քան նախորդից ցանքն իրականացնում է ոչ թե հին բերքից ամբարած սերմերով, այլ էլիտարով։ Հին սերմերը, որ մշակում ենք, բերքը շատ չի լինում, էլի, ասենք 2 տոն, 2 տոն ու կես, էլիտար սերմերը մշակում ենք մոտ 3-3.5 տոննա ստանում ենք, էլի, հեկտարից։ Այս տարի հին սերմացուից հրաժարվել հավաստագրվածով ցանքն իրականացնել որոշեց, երբ իմացավ, որ պետությունը պատրաստ է մասնակի փոխհատուցել հացահատիկային մշակաբույսեր աճեցնողների ծախսը սկսած վարուցանքից մինչև սերմացու։ Գյուղտեխնիկային վարձում օգնող ուժ ներգրավում պարկերով պարարտանյութ տալիս հեկտարներին ծախսերը շատ են, էլիտար սորտի սերմացուի համար հաճախ գումար չի մնում։ Շատ լավ բան է մեր գյուղատնտեսության համար, որովհետեւ մենք մշակենք հողերը, մեր ծախսը ոնց են ասում, մեր հետ կիսվում է պետությունը, մեզ օգնում է։ Ցորեն գարի եգիպտացորեն հաճարից մինչև ոլոր, լոբի, ոսպու, սիսր կերային մշակաբույսերից էլ արվույթ, կորնգան, կերի ճակնդեղ։ Կառավարությունը գյուղատնտեսական 2025-ին պատրաստ է փոխհատուցել այս տեսականու մշակությամբ զբաղվողների վարուցանքի բերքահավաքի ծախսերի եւ սերմերի արժեքի 50%-ը մինչև 100 հեկտար մակերեսով։ Օգնելով գյուղատնտեսներին բարելավել իրենց տարեկան եկամուտը, ըստ էության նախ եւ առաջ սոցիալական խնդիր լուծելով հեռանկարում ծրագրից այլ կարևոր ակնկալիքներ էլ կան։ Հողերն են մշակվում, որովհետև չմշակվող հողերը դեգրադացվում են։ Վաղը մյուս օրը պետությունը հսկայական գումարներ է ծախսելու դեգրադացված հողերը դեպի շրջանառություն վերադարձնելու ուղղությամբ։ Շատ կարևոր է պարենային անվտանգության տեսանկյունից։ Այո, Հայաստանում ցորենի արտադրությունը բարձր եկամտաբեր չէ, բայց ավելի լավ է սուբսիդավորել մեր գյուղաբնակ քաղաքացուն, օրինակ 50,000 տոննա ցորեն արտադրենք, այդ նշանակում ենք 50,000 տոննայով մեր կախվածությունը այլ երկրներից նվազեցնում ենք։ Գարնանացան հացահատիկայինների մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի համար փոխհատուցումը կկազմի 70,000 դրամ, աշտանացան ցորենինը 80,000, եգիպտացորենինը 85, հատիկանդեղենային մշակաբույսերինը 100, արվույթ կորնգալինը 110,000 դրամ։ Գյուղատնտեսները մինչև ցանքսը պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին, որտեղ կնշեն ցանքատարածությունների վայրը, մակերեսը, թե ինչ են մտադիր աճեցնել, նաև բանկային հաշվեհամար պետք է տրամադրել ու որոշ փաստաթղթերի պատճեններ։ Ծրագրում ընդգրկված շահառուները բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ պետք է ներկայացնեն նաև սերմերի հավաստագրերի պատճենները։ Մենք մտցնում ենք մշակույթ հավաստագրված բարձրորակ սերմերով մշակություն անելու։ Երբ որ ծրագրի այդ բաղադրիչը չես անում, մարդիկ սովորաբար ինչ են անում, իրենց ունեցած գիտելիքներով, իրենց ունեցած սերմով են անում։ Արդյունքն էլ լինում է ցածր։ 33 բնակավայր միավորող Թալին համայնքում արդեն մոտավոր հաշվարկներ ունեն, թե 2025-ի գարնանացանի ու աշտանացանի աջակցության ծրագրով որքան հող կմշակվի։ Ծրագրի արդյունավետությունը գնահատում են հետահայաց 2022-ից, որն աշտանացանի աջակցության մեկնարկային տարին էր։ Այդ տարի 22 թվականի աշտանացան ցորենի ցանքատարածությունները կազմել են 2092 հեկտար, ահագին նպաստել է ցանքատարածությունների մակերեսի հետ կապված, իսկ 23 թվականին ծրագիրը չի եղել, մոտ 400 հեկտարով պակաս է եղել, այս տարի նախատեսվում է մոտ 10-15% աճ։ Արդեն ունեն դիմումներ ֆերմերներից, կանխատեսում են, որ իրենց տարածքում շահառուների թիվը կգերազանցի 700-ը։ Բուսաբուծության աջակցության ծրագրի այս տարվա բյուջեն նախնական 1.5 միլիարդ դրամ է։ Ակնկալվում է, որ մշակվող վարելահողերի տարածքները կընդլայնվեն շուրջ 36,000 հեկտարով։ Հանգստյան օրերին Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում գրանցվել է շուրջ 1200 բողոքի ակցիան դեմ Դոնալդ Թրամփի քաղաքականության։ Ըստ CNN-ի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 600,000 մարդ։ Տեղի ունեցած ցույցերն ամենազանգվածայինն են Սպիտակ տուն Թրամփի վերադարձից ի վեր։ Ըստ տեղական ԶԼՄ-ների ամերիկացիների զայրույթն է առաջացրել նաև Իլոն Մասկի պաշտոնավարումը, առողջապահությանը հատկացվող ծախսերի կրճատումը, տնտեսությանն ու ազգային պարկերին հատկացվող օժանդակության կրճատումը, մի շարք այլ նորամուծություններ եւ ԱՄՆ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը։ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ ցույցեր են անցել նաեւ Մեքսիկայում եւ Եվրոպայում։ Դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թրամփին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն կներկայացնի։ Թրամփը չի մեկնաբանել հանրահավաքները, Social Truth սոցիալական ցանցի էջում նա միայն զգուշացրել է ամերիկացիներին, դժվար ժամանակներ են սպասվում մաքսատուրքերի սահմանումից հետո։ Սա տնտեսական հեղափոխություն է եւ մենք հաղթելու ենք։ Դիմացեք, թեև դա հեշտ չէ։ Վերջնական արդյունքը կլինի պատմական, գրել է նախագահը։
Ուկրաինայի ամբողջ տարածքում գիշերը մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Ռուսական ուժերը հարվածել են Սումիին, Կուպյանսկին եւ Կիևին։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ, մեկ մարդ զոհվել է։ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է միջազգային հանրությանը պահանջել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Ռուսական ուժերը Կիևի դեմ բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ են կիրառել։ Ռուսաստանը շարունակում է ահաբեկչությունը, քանի դեռ աշխարհը թույլ է տալիս դա, նշել է Ուկրաինայի նախագահը։ Կիևում ԱՄՆ դեսպանը X-ի էջում հաստատել է, որ ռուսական հարվածների հետևանքով մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։ Նա նաև ցավակցություն է հայտնել 2 օր առաջ Կրիվոյ Ռոգին հարվածների հետևանքով տուժածների ընտանիքներին։ Այդ քաղաքում զոհվել է 20 մարդ, այդ թվում 9 երեխա։ Երկրում համազգային սուգ է հայտարարվել։ Դոնալդ Թրամփն էլ նշել է, որ շարունակում են Մոսկվայի հետ շփումները։ Ինձ դուր չեն գալիս այդ ռմբակոծությունները, շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։ Մերձավոր Արևելքում եւս լարված է։ Իսրայելական ուժերն ընդլայնել են օդային եւ ցամաքային հարձակումները Գազայի հատվածում։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի եւ վիրավորների մասին։ ՑԱՀԱԼ-ն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Նշվում է, որ մեծ մասը խոցվել է։ Այնուհանդերձ հայտնի է ավերածությունների եւ տուժածների մասին։ Զուգահեռ Իսրայելի խոշոր քաղաքներում ցույցեր են անցել։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել Բենյամին Նեթանյահուին վերջ տալ պատերազմին եւ վերադարձնել գերիներին։ Շարունակվում են ռազմական գործողությունները նաև Եմենում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համաձայն ամերիկյան կողմը ցանկանում է դադարեցնել հութիների հարձակումները Միացյալ Նահանգների եւ այլ երկրների նավերի վրա եւ վերականգնել Կարմիր ծովում կայունությունը։ Միևնույն ժամանակ Անսարալա շարժումը հայտնել է ամերիկյան Հարի Թրուման ավիակրին հարվածելու մասին։ Եմենի առողջապահության նախարարության տվյալով էլ ամերիկյան հարվածների հետևանքով մայրաքաղաք Սանայում կան զոհեր եւ վիրավորներ։ Օրեր առաջ Վաշինգտոնի հայտարարած մաքսատուրքերի ֆոնին ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն առևտրային բանակցություններ սկսելու համար, հայտնել է ԱՄՆ ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը։ Քևին Հասեթը մեկնաբանել է այն փաստը, որ Ռուսաստանը չի հայտնվել մաքսատուրքերի ամերիկյան ցանկում։ Նրա խոսքով պատճառն այն է, որ Վաշինգտոնն այժմ Մոսկվայի հետ ակտիվ բանակցություններ է վարում ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Դոնալդ Թրամփն էլ տեղեկացրել է, որ զրուցել է եվրոպական եւ ասիական առաջնորդների հետ, որոնք ըստ նախագահի ցանկանում են առևտրային գործարքներ կնքել ամերիկյան կողմի հետ։ Հայտնի է, որ Իսրայելի վարչապետը մեկնել է Վաշինգտոն։ ԶԼՄ-ները գրում են, որ Նեթանյահու-Թրամփ հանդիպման օրակարգում ի թիվս այլնի լինելու են Իսրայելի դեմ Միացյալ Նահանգների սահմանած հավելյալ մաքսատուրքերը։ Էմանուել Մակրոնն էլ հայտնել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Եվրահանձնաժողովը համատեղ երկխոսություն կվարեն Թրամփի հետ մաքսատուրքերի հարցով։ Համաշխարհային տնտեսությունը զգում է Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի ազդեցությունը։ Առևտրային պատերազմը ձեռնտու չէ ոչ ոքի, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 3 անակնկալ կերպով հայտնվել է Սուրբ Պետրոսի հրապարակում երկկողմ թոքաբորբի բուժումից հետո հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ անց։ Նա կարճ ողջույնի խոսքով դիմել է հավաքվածներին։ Ուրախ կիրակի, շնորհակալ եմ բոլորին, ասել է նա։ 88-ամյա Պապի հրապարակ դուրս գալու մասին նախորոք չի հայտարարվել։ Ես ծառայում եմ կանանց հրաձգային գումարտակում եւ ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ես ավագ լեյտենանտ Հովանեսյանն եմ, ծառայում եմ բանակային դիրքերում եւ իմ անմիջական մասնակցություն ունեմ հայրենիքի պաշտպանության գործում։ Այստեղ գտնվելը եւ տղաներին հավասար խնդիր կատարելը իսկապես մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Զինվորական կյանքի դժվարությունները պետք է հաղթահարել պատվով, ունենալ ուժեղ կամք եւ վճռականություն, հաստատուն քայլերով առաջ շարժվելու համար։ Ռազմական ակադեմիա ընդունվելն ու այստեղ սովորելը իմ երազանքն էր եւ առաջին հաստատուն քայլը զինվորական դառնալու ճանապարհին։ Վստահ եմ հաջողելու եմ եւ դրա համար պետք է լավ սովորել։ Կրկնակի երթումը, դժվարություններն ու պատասխանատվությունը հաճախ ավելի գրավիչ են դարձնում ռազմական բժշկի մասնագիտությունը։ Այն համատեղում է հայրենիքն ու կյանքը, ամեն օր մղելով դեպի առաջ, պատվով եւ հպարտությամբ կրելու բժշկի եւ սպայի համազգեստը։ Սիրում եմ ռիսկի դիմել, լինել խորհրդավոր եւ համարտակին որոշումներում, դրա համար էլ այստեղ եմ եւ կրում եմ հետախուզի կոչումը։ Միացիր մեզ։ Համալրիր մեծ շարքերը։ Եղիր համարձակ եւ տարբերվող։ Ամրապնդենք բանակի պաշտպանունակությունը միասին։
Ապրիլի առաջին կիրակին աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես երկրաբանի օր։ Հենց այս շրջանում են սկսվում դաշտային աշխատանքները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով փորձում է հետաքրքրությունը մեծացնել աշխարհում պահանջված մասնագիտության նկատմամբ։ Դասախոսություններ, հանդիպումներ, գործնական ու դաշտային պարապմունքներ ուսանողների մասնակցությամբ։ Իսկ այս անգամ կոմբինատի փորձառու երկրաբանները հանդիպեցին Կապանի, Քաջարանի եւ գյուղական դպրոցների աշակերտների հետ։ Երկրաբանությունը ամենուր է եւ պահանջված, այս միտքը շեշտելով հաջողության հասած երկրաբանները փորձեցին մոտիվացնել պատանիներին։ Երկրաբանությունը երկրի մոլեկուլը ուսումնասիրելու համար օգտագործում է եւ մաթեմատիկա, եւ ֆիզիկա, եւ քիմիա։ Այդ երեք գիտությունների համատեղելիության առաջացել երկրաբանությունը։ Երբեք չհնացող, խիստ պահանջված ու անգամ IT ոլորտից բարձր վարձատրվող, առաջին հայացքից միայն բարդացող երկրաբանությունը բոլոր ժամանակների մասնագիտություն է, զարգանում է տեխնոլոգիաներին համընթաց։ Հիմա արդեն պոպուլյար դարձած արհեստական բանականությունը եւս սկսել է կիրառվել երկրաբանության մեջ, հանքավայրերի որոնման, հայտնաբերման գծով։ Մինչև այսօրվա հանդիպումը չէի պատկերացնում, որ երկրաբանությունը այդպիսի պահանջարկ ունի, բայց այսօրվա հանդիպումը ինձ թվում է շատ մարդկանց մեջ փոխեց ընտրություն անելու հնարավորությունը։ Դե չգիտե, որ IT ոլորտը չափայլի բարձր է, այդքան ես գիտեի ավելի ցածր է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սերտ համագործակցում է Երևանի պետական համալսարանի հետ, խրախուսում ընտրել երկրաբանի մասնագիտությունը։ Իդեպ այս տարի նախատեսում են նաև դպրոցականների համար թեմատիկ ճամբարներ կազմակերպել։ Կոմբինատի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանն ասում է, աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ընդունելության քննությունները հեշտացել են։ Փորձում ենք համատեղ ուժերով նորից վերականգնել դիմորդների քանակի ցուցանիշները, որը եղել են նախկինում, անցած տարի կազմակերպեցինք դաշտային պրակտիկան, առաջին անգամ ֆակուլտետի դաշտային պրակտիկան կազմակերպեցինք Սյունիքի մարզում, Քաջանի հանքավայրում, այցելեցինք նաև այլ հանքավայրեր, Կապանի հանքավայր եւս այցելել ենք եւ երկրաբաններն էին ներկա եւ աշխարհագրությունները։ Երկրաբանությունը քեզ է սպասում դիմելով դպրոցականներին, ասաց Արման Հայրապետյանը, ինչու չընտրել ու չդառնալ լավ մասնագետ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստիպված արտերկրից է հրավիրում, բարձր վարձատրում, մինչդեռ թվում էր արդյունաբերական մարզում հակառակը պետք է լիներ։ Ես կարծում եմ, որ մի փոքր մարզում այսքան արդյունաբերության ակտիվությունը շատ կարևոր է երկրաբանի մասնակցություն ընտրելու համար։ Դպրոցականները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին առաջարկեցին շրջայց կազմակերպել, գործնականում ծանոթացնել խոշոր ձեռնարկության աշխատանքներին, որ առավել լավ պատկերացում կազմեն ոլորտի մասին։ Նոր բայազետի կոշկարտելում 10 վարպետ աշխատել են այս զինգեր մեքենայով։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում նոր ժամանակավոր ցուցադրություն կա։ Առաջիկա 2 ամիսներին այցելուներին ներկայացնելու են 19-ից 20-րդ դարերի կենցաղային իրեր ու տեխնիկա։ Ցուցադրության բացումը կատարում են Գավառի ավագ դպրոցի հետ գործակցությամբ, այսպիսով ընդգծելով, որ այն հասցեագրված է հատկապես պատանիներին եւ երիտասարդներին։ Ցուցադրության հիմնական նպատակը, որպեսզի կրթության ոլորտի այցելուներին հնարավորություն տանք ուսումնասիրել տարբեր հեռանկարներ, պատմական համատեքստեր, ինչու՞ չէ նաև վերհիշել անցյալը։ Ցուցադրությունում ներկայացվող սարքավորումները, այսպես ասած, նախատիպ են հանդիսանում այժմյան զարգացող տեխնիկայի համար։ Կենցաղային իրերի եւ տեխնիկայի էվոլյուցիան խորագրով ցուցադրությանը Գավառի ավագ դպրոցի սաները պատմական ակնարկներով անդրադառնում են ժամանակաշրջանը ներկայացնող տեխնիկական գյուտերին եւ քանի որ ցուցադրվող իրերի ու տեխնիկայի մեծ մասը սարքին է, նաեւ գործարկում են դրանք։ Վերաբերում էր թեմատիկան, այնպիսի կենցաղային եւ տեխնիկական իրերի, որոնք թեև ժամանակագրական առումով որոշակիորեն հնացել են, բայց ճանաչողական առումով շատ կարեւոր են երեխաների համար։ Իդեպ մեր երեխաները օգտվել են աշխարհացույց կրթական հարթակից, որտեղ անտակ ինֆորմացիա կա այս ամենի մասին։ Երեխաների տեսանկյունից, այո, շատ կարեւոր է իմանալ այդ ամենի նախապատմությունը։ Դա միանգամից չի եղել, ցանկացած նոր տեխնոլոգիայի նախորդել են դարեր, հա, եւ այդ դարերի ժապավենի մեջ երեխաները մտնում են եւ բացահայտում իրենց համար ներկա իրողությունները։
Տեխնիկական ու տեխնոլոգիական յուրաքանչյուր զարգացում իր ժամանակին մտավախությունների առիթ է դարձել եւ միայն ժամանակն է ապացուցել դրանց անհրաժեշտությունն ու կարեւորությունը։ Մանկավարժների եւ աշակերտների խորհուրդն է առանց վախերի ընդունել զարգացումներն ու փոփոխությունները եւ մինչ դպրոցականներն անդրադարձ են կատարում կենցաղային տեխնիկայի զարգացման պատմությանը, ինքնաեռում պատրաստվում է թեյը, բոլորին հրավիրելով թեյախմության։